տեսավ Ծառուկյանի հետ։ Հասկանում եք, դու ասում եք աշխատատեղեր ա ստեղծել։ Հիմա նա իր միջոցների որ մասն ա ներդրել Հայաստանի տնտեսության մեջ։ Տաշիրի Սամոն մենք գիտենք, որ իր միջոցների 95%-ը արտասահմաններում։ Այդ գիտենք։ Իսկ Ծառուկյան Գագիկը իր ունեցվածքի ինչ այդ ունեցվածքի որ մասն ա նա զմրսել գանձերի մեջ։ Սա գիտեք ամենամեծ հանցագործությունն է տնտեսության դեմ։ Երկրի տնտեսության դու եթե քաղաքական դու առավել խորքային խնդրի մասին եք հիմա եթե դու քաղաքական գործիչ ես, եթե դու կուսակցության ղեկավար ես, եւ քո միջոցները չես ներդնում տնտեսության մեջ, լինելով մեծահարուստ, այլ զմրցում ես գանձերի մեջ, մեքենաներ 50 հատ, գազաններ ինչ-որ ընտիր, դա զմրցել է, դա միջոցները մերցնել է, դա պետք է տնտեսության մեջ աշխատի, դու գնում ես կոկորդիլոսներ ես առնում, վիթխարի գներով, վիթխարի դա մեծ գներ է, մեծ այրուցներ ես առնում, սպիտակ ինչ-որ հատերով են հատերով են դու եթե դա անում ես դու քայքայում ես քո տնտեսությունը դու ասում ես աշխատատեղեր ա ստեղծել բայց ինչքան չի ստեղծել որ կարող էր ստեղծել ինչքան չի ստեղծել որ պարտավոր էր ստեղծել որտեղ գիտեք ինչ այդ Տաշիրի Սամոն որ դարել է մագնատ միլիարդ հատեր Ռուսաստանում դրա դիմաց գիտեք ով է վճարել մեր ժողովուրդը ինչպես մարզ գործարանով Հրազդանի կեսով, Մերգելանի ինստիտուտով, երկաթգծերով, Զանգեզուրի հանձամոլիբդեյանայինով և տասնյակ ռազմավարական նշանակության օբյեկտներով, որոնք ռոբասերժական կլանը հանձնել է ռուսներին, տվել է ռուսներին, նրա այն բանի դիմաց, նաև որ իրանք հարստացնեն Ռուսաստանում սեփական ուժերով մեծահարուստ դարձած մարդ գոյություն չունի։ Ռուսաստանի բոլոր օլիգարխները նշանակովի են, ինչպես նաև մեր օլիգարխները, նույնպես ռոբասերժական ռեժիմն է նրանց հասկանում եք, դա ձեզնից խելոք չի է Գագիկ Ծառուկյանը, որ դարել է մեծահարուստ, չէ, նրանք բոլորը նշանակովի են, նրանք նորմալ ճանապարհով չեն անցել, ուրեմն ես ձեզ ասում Գագիկ Ծառուկյանն ասում էր, որ ինքը սունկ է արեցրել, ես ձեզ կոնկրետ, հիմա կոնկրետ էքսկլյուզիվ ձեզ բան եմ ասում, օրինակ եմ բերում, ուրեմն իմ ընկերը Մեխակ Գաբրիելյանը, հայտնի անձնավորություն։ Մեխակ Գաբրիելյանը եղել է Դաշնակցության ֆրակցիայի առաջի ղեկավարը 90 թվականից։ Դեռ Գերագույն խորհրդում։ Հայտնի անձնավորությունը Մովսես Գորգիսյանի հետ միասին եռագույնը առաջի անգամ բարձրացրել է Ազատության հրապարակում Մեխակ Գաբրիելյանը։ Մեխակ Գաբրիելյանը կառուցել էր զապրավկա, գազովի զապրավկա, լցակայան։ Այդ Նորքի ճանապարհի վրա, որը հիմա պատկանում է, ուրեմն լիցենզիա պետք է տրամադրվի։ Պատկերացնում եք, կառուցել է մարդը, լիցենզիա պետք է տրամադրվեր, բայց լիցենզիա տրամադրում է միայն մի մարդու, Գագիկ Ծառուկյան։ Ինչու։ Միայն նա, ուրիշ ոչ ոքի չեն տրա, դրա համար Մեխակ Գաբրիելը ստիպված եղավ Շան Մսի գնով և ես սրա մասին ասել եմ Ծառուկյան Գագիկին, ասել եմ լավ բան չես արել։ Շան Մսի գնով վաճառեց Գագիկ Ծառուկյանը։ Ինչու էր մենաշնորհը հենց իրեն հասել։ Ես նորից այն ամենաեկամտաբեր բիզնեսներ, որը շուտ փող էր բերում, դա այն ժամանակ նամանավանդ, ուրեմն որ նոր էր դեռ և այդ պահանջարկը մեծ էր և այլն, անհրաժեշտ էր այդ պահանջարկը բավարարել ու դրա հաշվին կարելի էր կարճ ժամանակում հարստանալ և ուրեմն Մեխակ Գաբրիելյանը, որ ուներ այդպիսի գազալցակայան Չարբախում Մեխակը
զբաղվում էր քաղաքական գործունեություն ավարտելուց հետո բիզնեսով, ուրեմն նա այդ խնդիրը ուներ եւ չկարողացավ լուծել, ստիպված վաճառեց այդ կառուցապատված, արդեն նախապատրաստված եւ այլն, այդպես էլ չաշխատեց այդ, բայց աշխատում է առ այսօր Սարոկյանի համար։ Էսա եղել, սա է եղել, այսինքն մեկին դա տալիս էին, մյուսին չէին տալիս, ըստ որում գիտեք ինչ, այն մեծ ռուս գրող կա Նիկրասով, ասում ստեղծագործություն ունի, կամու на Руси жить хорошо։ Ով է լավ ապրում Ռուսաստանում, ցույց է տալի այդ կերպարների, չէ՞։ Հետո Google-ը մերթվի դուշի այդ կերպարներին ցույց է տալի էլի նորից, մերյալ ոգին է։ Այս մարդիկ եթե նայում ես ով է լավ ապրել այդ 30 տարիների ընթացքում Հայաստանում, ով է հարստացել, տեսնում ես մեկը մեկից այլանդակ, մեկը մեկից հրեշավոր, մեկը մեկից էգոիստ, մեկը էշի նման գնում է Մոսկվայում համերգա կազմակերպում, բերում է այդ ասպես կոչված աստղերին, հա, երկացնում է, վերևն էլ գրած տաշիր, տաշիրը որն է, դուք պատկերացնում եք, որ Մոսկվայում մեկը գա համերգ կազմակերպի, վերևը գրած լինի ոչ թե Ռասիա, երկիր ունեն, Ռասիա, չէ՞ մենք երկիր ունենք, տաշիրը որն է, տաշիրը այդ երկրի մասն է։ Մեզ համար թանկագին, բոլորիս համար թանկագին, նույնքան թանկագին, որքան Արմավիրը, որքան Քավառը, որքան Սյունիքը, հասկանում եք ոնց կարելի է այդ միասնականության գաղափարը մերժել փաստորեն եւ դա անել օտարազգի առջև տաշիր, այսինքն տաշիրն ինչ է նշանակում տաշիր, պրեզիդենտը նստած ծափ է տալի, այդ պրեզիդենտ կոչված է Սերժիկը ծափ է տալի, այն բանը երկում է, այն անում ինչ է, քաչ հայեր եւ այլն, այն չեչենուին, հա, երկում է ծափ է տալի, վերևն էլ գրած տաշիր, գրեիք Չեչնիա, ընդեղ էլ հայեր կան, բայց չի կարելի, չէ, Հայաստան, հիմա նո, եւ այդ դժգոհությունը անտեսում էին, բայց երբ որ իշխանությունից զրկվեցին, հասկացան, ուրեմն իրանց պետք էր իշխանությունից զրկվել, պետք էր, որ իրան Աստված ճիշտ արեց, որ իրանց զրկվեցին իշխան, նոր հիմա Հայաստան, ուժեղ Հայաստան, Հիմա ինչ է, ինչի, որովհետև իսկ այն ժամանակ, երբ որ իրանց ձեռքին էր իշխանությունը, նրանք Հայաստանը, ընդհանրապես Հայաստան չկար, ուր էր Հայաստանը, ընդեղ կար տեղ գյուղ, ընդեղ կար Նիկաբարան, Տաշիր, հասկանում եք, այս փաստորեն թեյպային մտածելակերպ մտցրեցին ժողովրդի մեջ, ով էր այն ժամանակ ասում, ով որտեղից է եւ այլն, դա խայտարակ հոգեբանություն էր, որը սերմանեցին, ներդրեց, ինչու, որպեսզի նախ ես ասեմ հայրենակցական միություն, Նիկապարան, եղբայր հայրենակցական միությունը ստեղծվում է այն ժամանակ օտարության մեջ, դու քո հայրենիքում ինչ հայրենակցական միություն ես ստեղծում, ինչ զեմլյաչեստվա է ստեղծում, եթե Ղարաբաղը միացրել ենք Հայաստանի հետ, եթե եղել է վերամիացում է եղել, ինչ գործ ունի Արցախ հայրենակցական միություն ստեղծել, ինչ գործ ունի, եթե միացրել ենք, այն ժամանակ, 90-ական թվականները, բայց այդ հլա Արցախը, բայց Նիկապարան, Տաշիր, խայտարակություն էր դա, և այս իրավիճակում, այս մարդիկ պետք է ինչ անեին, գոնե, փորձեին միավորվել ընտրություններից առաջ։ Եթե իրանք ստանձնել էին ընդդիմության դերակատարություն և գիտակցում էին, որ իրանք դա չէին կարող չգիտակցել։ Ինչու, որովհետև Սերժ Սարգսյանը, այդ սահմանադրությունը, որ մոգոնել էր, այն նպատակն էր այդ սահմանադրությունը հետապնդում, որպեսզի հնարավորություն չտա ընդդիմությանը միավորվելու, ինքը ամենաշատը վախում էր, ինքը Սերժը իր իշխանության որով ամենաշատը վախեցել է ընդդիմության միավորումից, դրա համար ինձնից մանդատը խլեցին 12 թվականի, որտեղ ինձ հաջողվել էր ընտրություններից առաջ միավորել։ Ուրեմն ընդամենը մի քանի օր առաջ Facebook-յան ձեր հարթակում ուշագրավ
գրառում եք կատարել, ուզում եմ բառացի մեջ բերել, որ Քոչարյանի անառակ զավակ Գագոն հիշի, ինչպես 2008 թվականի մարտի 1-ին Մայրաքաղաքի փողոցում 10 հայերի կազանաբար սպանած ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանին ԱԺ խցկելու համար 12-ի ԱԺ ընտրություններին ժողովրդի կողմից արդեն ընտրված 14 պատգամավորներից մանդատները խլեց, ինչքան փող է տվել Քնչականի պետի տեղակալ Արտուր Մելիքյանին, որպեսզի Factor TV-ում ունեցած ձեր հայտնի փաստորեն ելույթից հետո իր դեմ հարուցված քրեական գործը կարճվի։ Եվ նաև մի հաղորդման շրջանակներում դուք նաև պատմում եք մանրամասներ, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող հայտնի Կանյաչնիում եղել են կոնկրետ դեպքեր, իրավիճակ, որ ընդհուպ միջև ֆիզիկական սպառնալիքների է բանը հասել, մատնանշում եք Հովիկ Աբրահամյանին, նրա դստերը նոտար, թե ինչպես են մասնակցել այդ մանդատ խլելու օպերացիային, պրոցեսին, եւ դրանից հետո ասացիք, որ ձեր կյանքին այսպես վտանգ է սպառնացել, քանի որ փորձել են ձեզանից էլ հաշվեհարդար տեսնել, վրաերթ են փորձել կազմակերպել կոնկրետ ձեր հետ կապված եւ այդ մասին ձեզ հայտնել է Դաշնակցական կարծեմ Աղվան Վարդանյանը, սա ինչ պատմություն է։ Ես բանը չհասցրեցի վրաերթի, ես բանը փորձել են այսպես ձեր դեմ հաշվեհարդար իրականացնել։ Ես բանը չհասցրեցի վրաերթի, բնականաբար ես այն ժամանակ ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ հետևյալն է, ես կազմակերպել էի միասնական շտաբ, այսինքն ինձ հաջողվել էր ընդդիմությանը համախմբել, ինչը չի հաջողվել անել եւ ոչ մեկին 30 տարիների ընթացքում։ Այդ թվում չհաջողվեց անել, նույնիսկ փորձ չարվեց անելու այս վերջին ընտրություններից առաջ, որտեղ բոլոր այն ուժերը, որոնք իրանց տեսնում են ընդդիմադիր, ընդդիմություն, համախմբվեն եւ ստեղծեն միասնական շտաբ։ Եթե հնարավորություն չունեն, իսկ այդ հնարավորությունը չէր տալի հենց դրական օրենսգիրքը, որովհետեւ վարչապետացուների քաստինգի հնարավորություն էր նախատեսել հատուկ Սերժ Սարգսյանական սահմանադրությունը այս իշխանության մոդելով, երբ որ խորհրդարանական փաստորեն ընտրությունները պետք է լուծեին ոչ միայն օրենսդիր ձևով մարմնի ձևավորման հարցը, այլ առաջի համարները պետք է ներկայանային որպես վարչապետացուներ, վարչապետի թեկնածուներ։ Բնականաբար դա ստեղծում էր այդ ուրեմն ընտրական օրենսգիրքը, որը մշակվել էր Սերժ Սարգսյանական սահմանադրության հիման վրա, ստեղծում էր խոչընդոտ ընդդիմադիր ուժերի կողմից միասնական ցուցակ ներկայացնելու հարցում։ Էլ չեմ ասում այն, որ միասնական ցուցակի դեպքում շեմը ավելանում էր, այսինքն այդ դեպքում բնականաբար այս հատուկ էր արվել, որպեսզի ընդդիմությունը չկարողանա համախմբել, բայց կար փրկողակ այդ իրավիճակում, կար ուղի այդ իրավիճակում, որը ես էի մատնանշել եւ որի արդյունավետությունը ես ցույց էի տվել 2012 թվականի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եւ երբ ձևավորել էի միասնական շտաբ։ Այո։ Այսինքն չի հաջողվում համախմբել միասնական ցուցակ կազմելու միջոցով, բայց կարելի է համախմբվել միասնական շտաբ կազմավորելու միջոցով։ Այսինքն համատեղ ընտրությունների օրինականության վերահսկողությունը կազմակերպելու միջոցով։ Այո։ Եվ ես այս օրինակը, որ փաստորեն տվել էի, կարելի էր այս անգամ դա օգտագործել պարզապես, ոնց որ ուսանողը շպարգալկան է, չէ՞ օգտագործել։ Ես այդ շպարգալկան իրանց տվել էի ես ապիկարների, բայց թողանեին, չէ՞, թող միասնական շտաբ ձևավորեին ընտրություններից առաջ։ Հիմա ընտրություններից հետո, երբ որ տանուլ են տվել այդ ընտրությունները, ասում են միավորվում եք, որ ինչ անենք, միասին գնանք բանտ։ Դրա համար եք միավորվում։ Այն ժամանակ էր պետք ընտրություններից առաջ միավորվելու, հիշելով Հմայակ Հովհաննիսյանի եւ իր գյուտը քաղաքագիտական գյուտ էր, այն ինչ որ ես արեցի 12 թվականին։ Շատ անշնորհակալ եղան նրանք, ովքեր դրանից օգտվեցին, որտեղ 4 կուսակցություններն են, որոնք մաս կազմեցին այդ միասնական շտաբին, հաղթահարեցին 5%։ Իսկ ինձնից մանդատը խլեց Սերժը,
սարսափելով, որ ես կգամ խորհրդարան, որ ես կլինեմ Ինչ խորհրդարանում, կերպ այդ քաղաքական պաշարով Ինչ կերպ միասնական շտաբ ստեղծելուց հետո եւ բոլոր 4 կուսակցություններն էլ այն պարագայում, որ մաս էին կազմել այդ միասնական շտաբի, որ հաղթահարել էին անցողիկ շեմը եւ մտել էին ազգային ժողով։ Պատկերացնում եք ինչ վիթխարի քաղաքական կապիտալով է ես մտնելու ազգային ժողով։ Դրա համար պետք է մահացու սպառնալիքների միջոցով, բոլոր միջոցներով ինձանից մանդատը խլել։ Ամեն գնով եւ ինչ արեցի։ Ամեն գնով։ Անհրաժեշտ էր հենց դրա համար։ Ես իսկապես ափսոսում եմ, որ այս քաղաքական մեր դերակատարները այնքան ապիկար գտնվեցին, որ այս ընտրություններից առաջ, չնայած ես հուշում էի, այդ հարցը չդրեցին։ Այո, չեկան իմ ոտը ու չասեցին, խնդրում ենք, այս անգամ անշնորհակալ չենք լինի, այս անգամ քեզ մենակ չենք թողնի։ Փորձ անեն, չնայած ես իրանք չէի հավատալ ու չէի էլ անել, բայց իրանք գոնե վերցնին առանց ինձ։ Փորձեն դա իրականացնել։ Այս ընթացքում, այս ընտրությունների նախորյակին, իրանք ցեկները չհասա, բայց այն ժամանակ իրանք բոլորը մանդատները գրկեցին, փախան, իսկ այդ ընթացքում ուրեմն վերադառնալով կանյաչնի դեպքերին ինչ մեխանիզմ էր գործում։ Այո։ Ուրեմն որպեսզի ինձ մենակ չթողնեն անմանդատ, բայց դա հիմնական, այսպես ասած, մոտիվացիան չէր, որ իրանք ինձ մենակ չթողեցին եւս 13 հոգուց խլեցին մանդատները։ Այնտեղ իրանք պատսպարել էին ցուցակի վերջում, ցուցակի, այսպես ասած, ոչի մասում Գրիգոր Գրիգորյանի, շերիֆին այդ գործերի հրամանատար։ Ուրեմն իրանք չէին կարող իրան դնել անցողիկ տեղում, որտեղ դուք ժուրնալիստները դուսկին կնկատեիք, այստեղ շերիֆն է։ Շերիֆին, ներքին գործերի հրամանատարին, ով կազմակերպել էր ներքին գործերը, զորքերը, ուրեմն քշել էր ժողովրդի դեմ եւ 10 մարդու մահվան պատճառ էր դարձել։ 10 մարդ էին սպանել։ Այդ շերիֆին ուզում են բերեն խորհրդարան, որ օժտեն անձեռնմխելիությամբ։ Ես օրինակ չգիտեի, որ շերիֆը այն ցուցակումը, որով նաև ես էի գնում։ Եվ առաջի տասնյակում էի, 5-րդ տեղ։ Լինելով կուսակցական չեմ եղել, որպես հրավիրված մասնակից, որում հրավերը ունեցել է նաև հավելվածներ պայմանավորվածությունների, թե ոնց եք աշխատելու ծրագիր կենտրոնով քաղաքագետների միության համար ամեն շաբաթ մի ժամ եւ այլն այս պայմանավորվածությունները եղել են, որ ես պետք է դա ստանայի մանդատի հետ միասին։ Այո։ Էլ չեմ ասում, որ առանցքային դերակատարություն ազգային ժողովում ու դա ապահովված էր իմ աշխատանքով, որ ես այդ դերը կատարել էի, որպես միասնական շտաբի կոորդինատոր, համակարգող եւ հիմնադիր։ Ուրեմն փաստորեն այդ ժամանակ Սերժ Սարգսյանը մի նպատակ էր հետապնդում։ Ամեն գնով փորձել կազմալուծել միասնական շտաբը։ Իրան թվում էր, որ եթե ես չգամ խորհրդարան, միասնական շտաբը կկազմալուծվի, ու այդպես էլ եղավ։ Բայց քարյակը հրաշալի, որ այդ միասնական շտաբի անդամ հանդիսացող կուսակցություններն պահպանվեց։ Ինչի մասին Դևոնը ասում էր, այդ հրաշալի քարյակի ստեղծողը ես եմ եղել եւ միասնական շտաբն է եղել, բայց միասնական շտաբը Սերժ ուզում էր քանդել, իրան թվում էր, որ եթե միասնական շտաբը քանդվում է, այդ ֆորմատը ընդհանրապես կկազմալուծվի, հրաշալի քարյակ էլ չի լինի, բայց միասնական շտաբը քանդեց, հրաշալի քարյակը մնաց, բայց առանց ինձ, եւ քանի որ առանց ինձ էր, Ծառուկյանի վախը 15 թվականին բռնող չեղավ։ Իրա վախը բռնողը ես էի։ Ինչպես եք բռնել Ծառուկյան Գագիկի վախը, պարոն Հովհաննիսյան, առավել առարկայական օրինակ շատ լավ անդրադառնամ։ Ուրեմն եւ խնդրում եմ կանյաչնի հատվածը չմոռանանք, թե կվերադառնանք, բայց ինչ են արել պատգամավորների հետ։ Այո, նոր հարց տվեցիք, ոնց են բռնել վախը։ Հետո կվերադառնանք ուրեմն կանյաչնի դեպքերին։ Վախը բռնել եմ հետևյալ կերպ։
օրինակ ես բերեմ։ Բերեք։ Ուրեմն միասնական շտաբը իմ առաջարկությամբ որոշում ընդունեց, որ բոլորը միաձայն համաձայնվեցին, որ դիմենք սահմանադրական դատարան պահանջելով, որպեսզի ընտրացուցակները հրապարակվեն, մասնակիցների ընտրացուցակները։ Գիտեք, այն ժամանակ հիմնական խնդիրը դա մերյալ ոգիներն էին, դա ուրեմն կրկնակի քվեարկություններն էին եւ դա էր հիմնական խնդիրը մերելները քվեարկությանը մասնակցում էին, որպեսզի դա բացառենք, դիմել սահմանադրական դատարան, որպեսզի ընտրություններից անմիջապես հետո մասնակիցների, ընտրությունների մասնակցած քաղաքացիների ցուցակները հրապարակվեն, փակվեն դրամասում բոլոր։ Այո։ Դիմել սահմանադրական միաձայն ընդունվեց։ Միասնական շտաբում ուրեմն Օսկանյանը ներկայացնում էր Բարգավաճ Հայաստանը։ Օսկանյանը երկրորդ համարն էր, Վարդան Օսկանյանը ցուցակի երկրորդ համարը, ուրեմն միասնական շտաբում Բարգավաճ Հայաստանը ներկայացնում էր Օսկանյանը, Արմեն Ռոստոմյանը դաշնակցությունը, Լևոն Զուրաբյանը ՀԱԿ-ը, ուրեմն եւ Ռաֆին Ժառանգությունը։ Եվ այդ ժամանակ բոլորը միաձայն այդ առաջարկությունը ողջունեցին դիմել սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների ստորագրություն, պատշաճ թվով։ Հասկանալի է, չէ, որ այնտեղ դաշնակցություն ուներ մի քանի պատգամավոր, Բարգավաճը ուներ պատկառելի թվով պատգամավորներ։ Եթե Բարգավաճը չէր մասնակցում, ապա դա գործընթացը վիժեցվում էր։ Ուրեմն ես էլ ասեցի, որ միաձայն քվեարկում եք, ունեն հանձնարարվում է բոլոր ներկայացուցիչներին ուրեմն այդ հարցը ապահովել, որպեսզի այդ ստորագրահավաքը կազմակերպվի։ Այսինքն ապահովել իրենց պատգամավորների ստորագրությունները։ Դաշնակցություն իրանց բոլորը իրենց ներկայացուցիչներով։ Իրանց ներկայացուցիչների ստորագրությունները ապահովել։ Բոլորը համաձայնվում են հաջորդ նիստի ժամանակ ուրեմն Օսկանյանը ասում է, որ Գագիկ Ծառուկյանը համաձայն չի համարում, որ դա պետք չի անել։ Գտնում է, որ դա չի կարելի անել։ Եվ նպատակահարմար չի եւ այլն։ Ես էլ ասում եմ, դե որ գտնում է, եթե նա Գագիկ Ծառուկյանը չի ապահովում Բարգավաճի, իսկ հիմնականը դա Բարգավաճի պատգամավորները պետք է լինեին, առանց նրանց ստորագրությունների անհրաժեշտ թիվը չի ապահովում, ուրեմն չեն կարող դիմել սահմանադրական դատարան, այդ հարցը փակվում է, անցնենք առաջ։ Հետո ուրեմն այդ նույն օրը ես հաջորդ օրը ես պետք է գնայի ուրեմն Ծառուկյանի մոտ Գազանանոց, հայտնի Գազանանոց։ Հա, պետք է գնայի, գնացել էի մեր հարցերով կոնկրետ, Բարգավաճի ընտրությունների հարցերով, որպես ցուցակի առանցքային դեմք եւ նաեւ ուրեմն գնացել էի իրան մոտ։ Գնացի, բոլոր հարցերը քննարկեցինք, հետ եմ եկել մեքենայով, այն ժամանակ մի հատ պատմական 31 ունեի։ Այո։ Նո տրադիցիա է, Կարեն Սերոպիչի 31 օր շրջում ես։ Պարզա։ Ուրեմն վերադառնում եմ, մտնում եմ բակ, մեր տան մեկ էլ զանգ, Լևոն Զուրաբյանը, հեռախոսով։ Բա նախագահը ուզում է ձեր հետ խոսի։ Ասացի, ուզում է խոսի, թող խոսի։ Լևոնը ինչ ասում, ասում է, Հնայր ջան, շատ եմ խնդրում, դու կարող ես։ Այդ շատ կարևոր հարց է, որ դիմենք սահմանադրական դատարան։ Ես էլ լավ փաստաբան ունեմ Վահե Գրիգորյանը։ Այո։ Նա մեր փաստաբանն է, այդ հարցով ինքը կապահովի ապաչած ձևով կներկայացնի այդ խնդիրը միասնական շտաբի անունից։ Բայց ես գիտեմ, որ չի հաջողվել Օսկանյանին այդ հարցը լուծել, որ մերժել է, բայց դու կարող ես։ Դե որտեղից էր իմացել, որ ես կարող եմ։ Դե իմացել էր։ Ավազակապետության հիմնադիր նախագահն է։ Ամեն ինչ։ Ամեն ինչ գիտի։
Ուրեմն խնդրում եմ այդ հարցը ապահովել։ Այո։ Ուրեմն մեքենան պատտում եմ։ Գնում եմ Ծառուկյան Գագիկի մոտ։ Գազան։ Մտնում եմ Իրանը։ Ասում եմ, սենց պետք է լինի։ Ճիշտը դա է։ Ասես լավ։ Որ դու ասում ես, բան չի ասում։ Երաշխավորում եմ, որ ոչ մի բան չի։ Այդ հարցը այդպես լուծվեց։ Դիմեցինք սահմանադրական դատարան, դա կուլմինացիոն հարց էր։ Ես կարծում եմ, որ իմ այդ հեռախոսը Սերժը լսել է։ Սերժը մենակ Նիկոլը չի սիրում հեռախոս լսել, Սերժն էլ է շատ սիրել։ Լսել հեռախոսներ։ Այնպես որ այդ խոսակցությունը լսել է, ես կարծում եմ, որ հենց այդ պահին է իր մոտ համոզմունքը առաջացել, որ ես պիտի գործարանում չլինեմ, վտանգավոր եմ։ Վտանգավոր եմ, որովհետև կարող է նրա վախը բռնեմ։ Դրանից հետո երբ որ Գագիկը համաձայնվեց ստորագրահավաք եղավ, սահմանադրական դատարան դիմեցինք են, Դավիթ ուրեմն այն բանը վազելով եկել էր նախկին արդարադատության նախարարը, ուրեմն հակազդելու այդ process-ին։ Ամեն դեպքում այդ հարցը հետագայում լուծվեց, այդ ցուցակների հրապարակումը անհրաժեշտություն էր, բայց պարզ այդտեղ երևաց, որ իսկ այն որ այո, ես այդ պահին իսկապես բռնեցի Ծառուկյան Գագիկի վախը եւ դրա մասին Սերժը, որ ամեն ինչ գիտեր, Վիլիկի Նաև այդ մասին գիտեմ։ Իհարկե կիմանար, ինչպես Լևոնը գիտեր, հասկացել էր, որ ես նրա վախը բռնելու հնարավորություն։ Այնպես էլ Սերժը։ Այնպես էլ բնականաբար Սերժը ավելի այսպես ասած առարկայական պատկերացում թրծված էր մարդկանց։ Վերադառնանք Կանյաչնի եւ ավարտենք այս հարցով։ Ինչ էր տեղի ունեցել Հայտի Կանյաչնիում եւ այդ ֆիզիկական հաշվեհարդարների ես ասեմ, ուրեմն մեծ հաշվով առաջի խնդիրը, որը պետք է լուծվեր, դա շերիֆին պետք է բերել ազգային ժողով։ Մյուս կողմից համար երևի ավելի կարևոր առանցքային խնդիր էր, որ ինձնից մանդատը խլեն, ես չգամ ազգային ժողով։ Որովհետև կապը դրա հասկանալի էր, որովհետև եթե շերիֆը գալիս էր ազգային ժողով եւ ես էի գնում ազգային ժողով, ես երբեք չէի մնա նույն կազմում եւ այլն, իրանք շատ լավ հասկանում են։ Երկու հարցը փոխկապակցված էին։ Ուրեմն դրա համար Կոնյաչնի գործարանում այսպեսի մի իրավիճակ էր ստեղծվել, այսինքն բերել էին կենտրոնի նոտարին Հովիկ Աբրամյան, այն ժամանակ ազգային ժողովի նախագահ մուկ մականունով Նիկոլ Փաշինյանն անընդհատ մղճանի մուկ էր ասում։ Դե տեղայնացնելու տրադիցիան շատ խորն է ներդրված։ Միջալուց մոռացել էր Հովիկ Աբրամյանի տեղը Նիկոլ Փաշինյանը, բայց մենք չհեռանանք Կանյաչնի դեպքերից։ Ուրեմն նրա դուստրը կենտրոնի նոտարն էր։ Ուրեմն Գագիկ Ծառուկյանը հրավիրել էր 14 հոգուն, որոնց անհրաժեշտ էր մանդատները խլել, որպեսզի շերիֆը, որին թաքցրել էին ետնամասում ցուցակ, բարձրանա վերև եւ մտնի ազգային ժողով ստանա անձեռնմխելիություն, իսկ մարտի 1-ից անցել էր ընդամենը 4 տարի ընդամենը։ Եվ Ատկինսոնի ուրեմն եւ Պրեսկոտի արկայությունը Եվրախորհրդում եւ նրանց նախանձախնդիր մոտեցումը, որ անհրաժեշտ է այդ հարցը եւ այդ նախանձախնդիր մոտեցումը կարողացան չեզոքացնել միայն գնալով թուրքական ֆուտբոլային դիվանագիտության ճանապարհով։ Դրանով կարողացան չեզոքացնել, բայց այն ժամանակ դեռ պարզ չէր, չեն կարողանա ժամանակին։ Իսկ դա անհրաժեշտ էր բերել ազգային ժողով այդ բանին։ Շերիֆին։ Մյուս կողմից պարզ է, որ ինձ անհրաժեշտ էր անպայման, որովհետև այնտեղ
խնդիրներ կառաջանային, որտեղ շերիֆի գոյության մասին մեր ընտրացուցակում ես չգիտեի։ Գուցե դա իմ սխալն ա եղել, որ չեմ կարողացել զննել այդ ցուցակը, բայց դուք լրագրողներն եք ոչ մի ձայն ծպտուն այն ժամանակ չէր անում։ Դե լավ են կարողացել։ Թաքցրել են էլի։ Հա, Գրիգոր Գրիգորյան։ Մեծ հմտություններ Այնքան Գրիգոր Գրիգորյաններ կան Հայաստանում, ով կիմանա, բայց նա էր։ Եվ ինչ էր անում Նուրիկ Աբրահամյանի աղջիկը եւ ուրեմն ինչ էր անում, այդ պատգամավորության տեխնատուներին տրամբով կային անում, այն սենյակից կանչում էին նրան, թուղթ էր ձևակերպում, ստորագրում էին, թուղթը վերցնում էր, պատկերացնում եք, չէ՞ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ պետական մեքենան լծվել էր այդ գործին։ Սա Գագիկ Ծառուկյանը չի։ Սա պետական մեքենան էր լծվել այդ գործին, այդ խարտակությամբ։ Սա ինչ որ անհատ չի։ ուղղակի տեղը ընտրվել Սա էր ավազակապետությունն էր, չէ, Գագիկ Ծառուկյանի ցուցակն էր։ Դա համար Կանյաշնին ուրեմն այս մուկի դուստերը այդ հարևան սենյակում, ուրեմն երբ որ տրամբով կան ավարտվում է, սպառնալիքներ, բաներ, ես քեզ սենց կանեմ, այնց կանեմ, այս կանեմ, այն կանեմ եւ այլն։ Օրինակ ինչ տիպի սպառնալիքներ, որ ինչ կանեին պարոն Հովհաննիսյան, ընտանիքով, երեխաներով։ Լսեք, ինչը պետք է ստիպի ընտրված պատգամավորին, որը անցել է ընտրարշավի ճանապարհ բավականին բարդ, որտեղ ընտրարշավը հեշտ գործ չի։ Միանշանակ։ Ընտրվել է ազգային ժողովի պատգամավոր, հրաժարվել մանդատից։ Բնականաբար դա հնարավոր է անել, դրան հնարավոր է ասնել միայն լուրջ, ուրեմն, այսպես ասած, սա ուրեմն ինչ է։ Մի հստակեցում էլ, այդ սպառնալիքները կոնկրետ ում կողմից էր հնչեցվում, ովքեր էին, որ կոնկրետ այդ ճնշումները փորձում էին գործադրել սպառնալիքները հնչեցնել։ Այդ գործը հանձնարարված էր Գագիկ Ծառուկյանին եւ անձամբ էր սպառնում Գագիկ Ծառուկյանին։ ինձ ասենք ինձ չի սպառնացել, պարզապես տենց ձեռները դողալով ասեց, որ սենց պետք է լինի, ես հասկացա, չէ, գիտեք ինչ էր եղել, հիմա ասեմ ես ինչ էր եղել, հիմա որպեսզի դուք հասկանաք։ Ուզում եմ Ուրեմն Սերժը հասկանամ։ Ծառուկյան Գագիկին ասել էր ու շատ այս հանգամանքը շատ էքսկլյուզիվ եւ կարևոր համ։ Սերժը Ծառուկյան Գագիկին ասել էր, որ ես քեզ հնարավորություն կտամ քո դեմքը պահպանել։ Սեփական դեմքը պահպանել։ Որտեղ ինքը գիտեր, Սերժը ինձ լավ է ճանաչում, ինքը գիտեր, որ Հմայակ Հովհաննիսյանից մանդատ խլելը հեշտ բան չի։ Այդ եւ հնարավոր էլ չի։ Դրա համար ինքը հասկանում էր, որ Ծառուկյանը կարող է խայտարակ լինել։ Դրա համար ինքը իրան ասել էր հետեւյալը, որ ես քո դեմքը կփրկեմ, դու քեզ հնարավորություն կտամ, որ դու կոալիցիայից դուրս գաս։ Տեսեք, հստակեցնենք էլի, ձեզ ասել են, ձեզ դիմել են, որ դուք պետք է, այսպես ասած, վայր դնեք մանդատը, իսկ մյուսների դեպքում կոնկրետ եղել են ճնշումներ, ճիշտ հասկացա։ Ուրեմն ճնշումը որն է, այս մարտասմաններ են։ Չգիտեք, այդ Սերժ Սարգսյանական կլանը, նրանք Դեմիրճան Վազգեն Սարգսյան չխնայեցին, ինչի մասին եք խոսում դուք։ Հիմա դուք ինձ եկել եք ասում եք, որ ինձ անհրաժեշտ է բացատրել, թե ինձ ինչ է սպասում։ Ներեցեք, ով չի խնայել Վազգեն Սարգսյանին եւ Դեմիրճյանին, ովքեր չեն խնայել։ Կարևոր բան ասել։ Շիրխանյանը դրա մասին չի ասել, Սերժի հետ արիերեսման ժամանակ։ Չի ասել։ Արիերեսում ա եղել Սերժի հետ, Շիրխանյանի մահվանից 2 ամիս առաջ, 3 ամիս առաջ։ Արիերեսում ա եղել եւ արիերեսման ժամանակ ինքը Շիրխանյանն է ինձ պատմել, ինքը ուղիղ ասել է, բաց դրանից դրան չանդրադառնանք, բոլորը գիտեմ։ Այսօր ցանկացած մեկին դուրս եկեք հարցրեք, թե հոկտեմբերի 27-ով էր կազմակերպել անմիջապես, ԱԱԾ-ն էր կազմակերպել, ԱԱԾ-ի ղեկավարը Սերժն էր։
Հասկանալի է, չէ։ Բա ասում են դրսի ուժեր։ Դրսի ուժերը կարող են գործել միայն ներսի ուժերի միջոցով, ուրիշ տարբերակ գործելու իրանք չունեն, այսօր էլ չունեն։ Այսօր էլ դրսի ուժերը ոնց կարող են առանց ներսի ուժերից գործել։ Հասկանում եք, այնպես որ թողնենք այդ հարցը, ամենայն դեպս մենք գործ ունեինք մարդկանց հետ, ովքեր մարտի 1 էին կազմակերպել 4 տարի առաջ, ինչի մասին է խոսքը։ Մարտի 1 կազմակերպել էին, չէ՞։ Մարտի 1-ից բանդ էին կազմակերպել, նրանք պետք է կանգ առնեին մի երկու ուրեմն բանի մի երկու падգամավորի վերացնելու առջև 8 հոգի ազգային ժողովի նախագահ տեղակալ փոխվարչապետ Լեոնարդ այդ ինչի մասին է խոսքը։ Այսինքն այդտեղ ինչ որ սպառնալիքներ, ձեռներ պտտել, բերան փակել, ոտից կախել պետք չէ։ Հասկանալի է, չէ՞։ Հասկանալի է։ Ուրեմն վերջ։ Անցնենք, ես ինչ էի ուզում ասեի։ Ուզում էի ասեի շատ կարևոր մի բան։ Ասեք։ Ինչի վերաբերյալ Գագիկ Ծառուկյանը հենց ակնարկեց։ Այսինքն իրան հնարավորություն էր տրվել խաղալ ընդդիմադիր դաշտում, դուրս գալ կոալիցիայից։ Սերժը իրան ասել էր դու դուրս կգաս կոալիցիայից մի պայմանով, եթե հմայակին հանես, այդ դու այդ հարցը լուծի, մենք ես իմ համաձայնությունը կտամ, որ դու դուրս գաս կոալիցիայից ու հայտարարես, որ դու ընդդիմություն ես ու ընդդիմադիր դաշտում ազատ խաղաս։ Եվ այդ դեպքում քո դեմքը կբրգես ժողովրդի առաջ։ Դու այդ կոալիցիայի մեջ չես, հիշում ես ինչպես էին ոգևորվել 12 թվականին, որ Ծառուկյանը կոալիցիայից դուրս է գալի։ Այո։ Ինչպես էին ոգևորվել, որ Ծառուկյանը դուրս է գալի կոալիցիայից, հանրապետականի եւ դաշնակների մյուսի հետ չի լինելու, ազատ է գործելու, իրական ընդդիմություն է դառնալու, ինչը բերեց 15 թվականին, երբ որ Ծառուկյան Գագիկին իշխանությունը վերցնելուց բաժանում էր 5 միլիմետր։ Պետք է գնար մի 5 օր Նիժնի Տագիլում 7 տարի անստել, պետք է մի 7 օր ընդամենը նստեր այդտեղ մեկուսարանում ու հետո դառնար Հայաստանի Հանրապետության առաջնորդ։ Հասկանալի է, չէ՞ 15 թվականին ինչեր լինելու։ Պակաս թվով պակաս ժողովուրդ չէր հավաքվել այն ժամանակ։ Մաշտոցի ամբողջ կողոտ անցել։ Եվ այդ ժամանակ ժողովուրդը իր մեջքին կանգնած էր։ Բայց նույնիսկ այդ ժողովրդին չհաջողվեց իր վախը բռնել։ Դա էլ ասա։ Իսկ այդ ժամանակ Սերժը այդ խայծով էր շահը գրգռել Ծառուկյանին, որ արի դու տես դու հմայակին հանի, որովհետև եթե դու կոալիցիայից դուրս գաս հմայակն էլ մեջ առնի, այդ հմայակից փրկություն չի լինի, այդ հմայակի 10 պսակ կտանի կդնի մեր գլխին, ոչ մի փրկություն չի լինի, դրա համար եթե դու մենք քեզ կանաչ լույս կտանք, որ դու կոալիցիայից դուրս գաս, բայց հմայակին չպետք է թողնես, որ մտնի ազգային ժողով, վերջ, էս էր եղել պայմանավորվածություն։ Մյուս կողմից, եթե ես առարկեի, ժողովրդի աչքում կերևար, այս է եղել իմ քաղաքական պատճառը, որ ես եթե ես առարկեի, ստացվելու էր այնց, որ Գագիկ Ծառուկյանը ինձ գիտեք ինչ էի վերագրել, որ ես դավադիր եմ, ինքը դուսագալի կոալիցիայի ժողովրդի հետ աննելու, բայց ինքը այսօր անցելա Սերժ Սարգսյանի կողմը, մենք իրան ուզեցել ենք հանենք ցուցակից դրա համար, բայց ինքը դիմադրում է։ Այսինքն այն ժամանակ այդ Սերժը այնպեսի նենգ սխեմա էր մտածել, որ ես չկարողանամ, թե չէ ես իհարկե այդ ես հաշվել էի, չէ, անձնական պատճառ էլ ունեի, որովհետև մայրս իմ խնամքի վրա է, ինքը բարեկամ բան չուներ, այո, ինքը ողջ էր, ես բնականաբար, եթե ես գնայի, ես չէի կարա ինձ նույնիսկ մի քանի օր բանտում շռայլություն կամ էլ չեմ ասում հիվանդանոցում։ Պարոն Վայսյան, այս ծանր իրողություններով, այս ամեն ինչով հանդերձ մեզ ինչ է սպասվում եւ առհասարակ հայ ազգը այսպես միևնույնի անորոշության մեջ է, որ մենք այսպես ունենք լուրջ ներքին արտաքին մարտահրավերներ։ Ի վերջո, ինչ է սպասվում հայ ազգին, մեզ բոլորիս ապագա կա։
Այո, ապա ինչպես Փաշինյանները Չէ, ես ասեմ, որ մենք ունենք հեռանկար, լուրջ հեռանկար, մենք ունենք լավ հնարավորություններ, մենք այսօր նրանք, ովքեր տարածում են ալարմիստական տրամադրություններ, ես չեմ համարում, որ այդ մարդիկ անկեղծ են, որովհետև Հայաստանը խաղ ունի։ Հայաստանը այնպես չի, որ անելանելի վիճակում է, ցանկացած, գիտեք, Աստված եթե մի դուռ փակում է, մեկ ուրիշ դուռ բացում։ Մեր առջև փակվեց այո, Արցախի դուռը։ Բայց Արցախը մեծ աշխարհ աշխարհաքաղաքական փակուղի էր։ Մեր առջև բացվեց աշխարհաքաղաքական առանցք։ Դա ուրեմն դա չեմ ասի Տրամպի, դա Միացյալ Նահանգների ճանապարհի առանցք։ Ես դες ասում եմ շատ բարձ, որովհետև դա Զանգեզուրի միջանցք չի։ Դա մեծ աշխարհաքաղաքական Վստահ եք, որ միջանցք չէ, Ես վստահ եմ, որ դա Զանգեզուրի միջանցք չի։ Այն չէ։ Դա մեծ աշխարհաքաղաքական ծրագիր է, որը պետք է կապի Ասիան եւ Եվրոպան։ Միացյալ Նահանգների հովանու ներքո։ Ես դες ուրիշ բան եմ, դա փաստ է։ Ես ասում եմ ռեալ պոլիտիկի տեսանկյունից։ Մենք մեզ զրկել ենք գիտակցաբար մեծ հնարավորությունից այդ ճանապարհը գործի դնելու հնարավորությունից։ Հանուն Արցախի, գիտակցաբար։ Ինչ է, ես չեմ իմացել, որպես քաղաքագետ, որ այդ ճանապարհը ոսկով պատված ճանապարհ կարող է դառնալ մեզ համար, մեր ազգի համար։ Չեմ գիտակցել, չեմ իմացել, բայց կար Արցախ, եւ այդ Արցախը Ռուսաստանի ուրեմն երաշխիքով էր պահպանվում։ Այդ երաշխիքը վերանայվեց։ Արցախ չկա։ Այսինքն Աստված այդ դուռը փակեց։ Գուցե դրանով ցանկացած պատժել Իսկ Հայաստանը կմնա, պարոն Հովհաննիսյան։ Հայաստանը կմնա։ Այն մարդիկ, ովքեր ասում են, որ Հայաստանը չի մնա, ես դա կրկնում են Մարգարիտը Սիմոնյանի եւ ընդհանրապես Հայաստանը հավերժ է։ Հայաստանը հավերժ է։ Հայաստանը աստվածային երկիր է։ Աստծո ձեռքի տակ է։ Աստված ում ամենաշատն է սիրում, նրա նկատմամբ ամենախստապահանջն է։ Գիտեք Աստվածաշունչից, ամենախստապահանջը նրա նկատմամբ չի ում ատում է, այլ նրա նկատմամբ ում սիրում է, որտեղ ում ատում է նրա նկատմամբ անտարբեր է։ Այ եթե այդ իրա հովանավորյալ ազգը, ժողովուրդը իրան հավատարիմ է եւ այդ ժողովրդին ինչ որ վնասում է մեկը, պատժվում է, եթե հավատարիմ չի այդ մեկի ձեռքով ինքն է պատժում եւ ամենախստագույնս ձևով մեզ պատժել է Արցախը մեզանից վերցնելով միանշանակ այն ինչ որ տեղի ունեցավ մենք Արցախը պահում էինք շատ թանկ գնով այսօր ես գիտեք ով է մեղավոր Արցախի կործանման համար նրանք ովքեր ասում էին որ չկա Հայաստան առանց Արցախի եղբայր ինչպես կարող ես ասել որ ոչ թե ամբողջականությունն է կարևոր, այլ ամբողջականության մի մաս։ Սա փոխանակ ասեն չկա Արցախ առանց Հայաստանի, հասկանում եք, Արցախը պետք է լիներ Հայաստանի համար, ոչ թե Հայաստանը Արցախի համար, երբ որ Հայաստանը սկսեցին դիտել որպես միջոց, իսկ Արցախը որպես հարստացման միջոց, որպես սեփական ամբիցիաները բավարարելու միջոց, սեփական իշխանությունը Երևանում արդարացնելու միջոց, Արցախը կործանվեց, բայց հիմա այդ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ասում էին չկա Արցախ, չկա Հայաստան առանց Արցախի, այսօր ուզում են ապացուցեն, որ իրան չեն սխալվել, ուզում են, որ Հայաստանն էլ կործանվի, եւ ամեն օր մեզ ներշնչում է, որ Հայաստանը կարող է կործանվի, չի կործանվի Հայաստանը երբեք։
Ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ այն մարդիկ, ովքեր ընդհանրապես ասում են, որ հնարավոր է նման բան, Հայաստանը վերապրել է կայսրություններ, կործանվել են այդ կայսրությունները, Հայաստանը մնացել է։ Մենք ցավ ենք ապրում, որ Հայաստանը փոքրացել է, սեղմվել է, բայց Հայաստանը լինելու է, այդ միանշանակ։ Եվ ունի շատ լուսավոր հեռանկարներ։ Ինչու, որտեղ Հայաստանը ուրեմն մամեդական շրջապատում մի ունիկալ երկիր է։ Այո, ես մի ուրիշ բան եմ ձեզ ասեմ։ Չկա այնպիսի երկիր, որում Միացյալ Նահանգները նպատակ են ունեցել որոշակի ծրագրեր իրականացնել, եւ որ այդ երկիրը չի բարգավաճել։ Մարշալի ծրագիրը իրականացրեցին պատերազմից հետո, Գերմանիան ոտի հանեցին։ Ճապոնիան Հիրոսիմա Նագասակից հետո ծրագրեր այնտեղ իրականացրեցին մոդեռնիզացիայի, Ճապոնիան ինչ դարձավ։ Մենք այսօր պետք է լավատեսորեն վերաբերվենք այս ծրագրին։ Ես ասում եմ դա ոչ թե որ դա ես հասկանում եմ, գործող իշխանությունը ուզում է իր դիրքերը ապահովի, ընդդիմությունը շահագրգռված է այդ դիրքերը խարխլել դրա համար, բայց ես իրավունք չունեմ չասել ճշմարտությունը։ Ես ասում եմ հետևյալը, որ այդ ծրագիրը այն դուրն է, որը բացվեց այն բանից հետո, երբ որ այն դուրը, որի համար մենք պատրաստ էինք այդ ոսկի հնարավորությունը չօգտագործված պահել, մեր առավելությունը, հասկանում եք 90 թվականներից մենք գիտեինք, որ այդ առավելությունը մենք ունենք։ Տրասեկա ծրագիր կար, Գոգլի ծրագիր կար, այդ ամեն ինչը այդ կառուցվում էր այդ ուղու վրա, այո, մենք բացում ենք այդ դուռը Ասիայի եւ Եվրոպայի միջև, Ասիայի եւ Արևմուտքի միջև, եւ մենք դրա հաշվին կարողանում ենք զարգանալ, արագ տեմպերով զարգանալ։ Այդ հնարավորության մասին մենք գիտենք, բայց մենք գիտենք նաեւ, որ դա կարող է լինել միայն Արցախի գնով։ Մենք այդ գինը պատրաստ չէինք տալու։ Եվ ես համոզված եմ եղել, որ Նիկոլ Փաշինյանն էլ պատրաստ չէր այդ գինը տալու։ Բայց Աստված եկավ ու այդ դուռը փակեց, ասաց, «Սենց պետք է լինի»։ Հասկանում եք։ Եվ փակեց նաեւ ինչ ծրագիր կար։ Ծրագիրը շատ պարզ էր։ Այս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ասել են, որ դու դուրս եք բերում ժողովրդին ընդեղից եւ գալիս եք Երևանում իշխանություն եք վերցնում։ Մոսկվան դա էր ասել։ Այս էր եղել պայմանը, որ նրանք մի օրվա ընթացքում ընդեղից դուրս եկան։ Բայց չի 90-ական թվականներին 4 տարի կռվեցինք, այդ ինչա նույն ժողովուրդը չէ։ Այդ ժողովուրդը պատրաստ էր։ Այսօր այն բանը Աղաջանյանը ուրեմն քաղաքագետ, գիտեք, ուրեմն Լանցարդում ասում է, մենք պատրաստ ենք պարտիզանական պայքար սկսելու, պատրաստ ենք ջոկատների բաժանվելու, գնալու այդ սարերն կռվելու, այդ որ մի ուրեմն անօթաչու սարքը կարող էր մեզ ընդեղ բանանել, վնասել, այդ սարերը։ Պատրաստ էին, ինչպես պատրաստ են եղել 90-ական, նույն ժողովուրդներ, չէ, նույն ժողովուրդներ են, կռվածների զավակներն էին, բա ոնց այդ մի օրվա ընթացքում մի մարդու նման վերկացանեկան, չէ, այդ ոնց եղավ, այդ ռազմաքաղաքական ղեկավարությունը ստացել էր Մոսկվայից երաշխիքներ, որ դուք կգաք Հայաստան, մենք կվերցնենք վերահսկողության տակ այդ ուղին, ուրեմն Սյունիքի եւ այդ առանցքը աշխարհակաղակական դուք կլինեք իշխանություն եւ մենք կշարունակենք նույն ձևով։ Ոնց որ եղել է, բայց առանց Արցախի։ Մեր ժողովուրդը ցանկացավ առանց Արցախի։ Ասում է, չէ, այն ժամանակ համաձայն էինք, այն ժամանակ ուրեմն հանուն Արցախի պատրաստ էինք, բայց հիմա եթե Արցախը չկա, մենք ինչու պետք է դառնանք սաբակը նասենի, չէ։ Այսինքն նստած այն բանի նման Մաուգլի օծի նման նստած հարստությունների վրա ու ոչինչ։ Այդ մեր հասկանում եք, դա աշխարհակաղակական գանձ է այդ ճանապարհը, այդ առանցքը։
Շատ շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան, ուշագրավ հետաքրքիր զրույցի համար, դեռ առիթ կունենանք զրուցելու եւ անդրադառնալու ներքաղաքական զարգացումներին եւ արտաքին ու ներքին մարտահրավերներին։ Ուշադրության համար, հրավերի համար եւ շատ հետաքրքիր է, թե ինչպես ձեր ընկերները կվերաբերվի մեր Սպասենք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ, շնորհակալ եմ։